Մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, գուցե շատ ավելի հետաքրքիր դարձավ մեր ընթացքը, երբ սկսեցինք խոսել սուրճից, քանի որ այն համատարած բնույթ ունի, դա փաստ է սիրելիներս, բայց կրկնակի հաճելի է դառնում, երբ կողքիդ են լինում մասնագետ մարդիկ, ովքեր գուցե քեզ ներկայացնեն սուրճի հետաքրքիր պատրաստման եղանակ եւ նաեւ քաղցրի ինչ-որ ուղեկցություն, որի մասին չենք էլ մտածել գուցե։ Արդեն պարզ է, չէ, որ հիմա ժամանակն է մեր տաղավարում ասել բարի լույս մեր շատ սիրելի գործընկեր Անուշին Խաչատրյան եւ այսօրվա նրա գործընկեր Դավիթ Մանուկյանին։ Ողջույն։ Ողջույն ընկերներ, ինչպես եք արտացել, ինչպես է ձեր տրամադրությունը։ Հրաշալի, ինչպես միշտ։ Դավիթը մեր տաղավարում առաջին անգամ է, բայց վստահ եմ, որ օրը լավ է սկսել։ Դավիթ, դե ասա տեսնեմ, այսօր ինչ սուրճ առանց քաղցրավենիքի, հատկապես ես օրինակ շատ եմ սիրում շոկոլադ եւ բնական է, որ շոկոլադե թխվածքաբլիթներ կունենանք այսօր։ Պատմի, տեսնենք ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստելու ենք թխվածքաբլիթներ, որոնք շատ համեղ են առօրյա սուրճի եւ թեյի հետ։ Հիմնականում լինելու կատեն շոկոլադով, կարագով եւ պեսոտով օգտագործել ենք ալյուր եւ կարող ենք օգտագործել հատապտուղներ կամ սերմեր ըստ ցանկության։ Իսկ ես այդ ընթացքում կպատրաստեմ թեյ մաչա թեյով սուրճ։ Այստեղ շատ հետաքրքիր համադրություն ենք ունենալու կաթով եւ լուծվող սուրճով ու մաչա թեյով։ Մաչա թեյը, գիտեք, ընդհանրապես նորություն է դա ավելի շատ, օգտագործել եք ընդհանրապես։ Ոչ։ Ես չեմ սիրում։ Ես քո համար կպատրաստեմ ուղղակի սովորական սուրճ, իսկ Հայկի համար կպատրաստենք մաչա թեյով սուրճ, որովհետև յուրահատուկ համ ունի, կամ շատ սիրում են, կամ չեն սիրում, այդպես է։ Մենք հենց սուրճով եմ փորձել եւ իդեպ դա կարելի է նաեւ թխվածքաբլիթի մեջ օգտագործել, ինչպես Դավիթն արդեն ասաց, եւ այսօր հենց այդպես էլ կանիք օգտագործի։ Դե Դավիթ, դու սկսի պատրաստել թխվածքաբլիթի խմորը, անուն ունի թխվածքաբլիթը։ Սրանք կոչվում են դասական քուքիներ, իրանք ավելի շատ Ամերիկայից են հայտնի թխվածքաբլիթներ։ Նաեւ արդեն տարբեր համերի ոնց նշեցին, կարող օգտագործեն ու դրանցից արդեն իրենց անունները ձեռք բերեն։ Առաջինը կարագը, որը անպայման պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Եվ գաղտնիքը հենց դրանում է, որ կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, որովհետև եթե չստացվի, եթե սառը լինի, չի ստացվի խմորը։ Սառը լինի, արդեն խմորը չի ստացվի, ինչը որ մեզ անհրաժեշտ է։ Եթե սառը լինի, պիտի սպասենք, որ նա գա սենյակային 65 գրամ կարագին ավելացնում ենք 75 գրամ շաքարավազ։ Դավիթ, հոգեբանական մի հետաքրքիր հարցի շուրջ եմ ուզում զուգահեռ նաև խոսել։ Բնականաբար մասնագիտությունից ելնելով օրվա մի մեծ մաս լինում է խոհանոցում։ Այ հետաքրքիր եղել են դեպքեր, երբ պարզապես տրամադրություն չես ունեցել կամ գուցե տրամադրված չես եղել եւ ասել ես այստեղ պետք է դադար վերցնեմ եւ չպատրաստեմ։ Իրականում տրամադրությունը մեծ կապ ունի համի խոհարարության մեջ ամենակարևորը տրամադրությունն է, որովհետեւ եթե դու ինչ-որ բայի առանց սիրո պատրաստես, որ ուտողը դա կզգա ու տեն շատ դեպք են եղել, երբ որ տրամադրություն չես ունենում կամ ուղղակի չես ուզում պատրաստել, հաստատ ավելի լավ է չպատրաստես, ինչ-որ դադար վերցնես, թեկուզ ընդմիջում քեզ անհամ պատրաստես։ Ինձ թվում է ձեր դեպքում, բայց հաստատ այդպես չի լինի։ Բայց իսկապես նույն բանը, որ պատրաստում եք ամեն օր, երբ որ լավ տրամադրություն չես ունենում, պատրաստես բոլորովին այլ կստացվի։ Հիմա ես մաչա թեյը ավելացրել եմ, մի փոքր ջրի հետ խառնում ենք։ Երբ որ շաքարավազը եւ կարագը ստանում ենք միասեռ զանգված, ավելացնում ենք 1 հավքիթ։ Իսկ ես ասեմ, սովորաբար սա խառնում են խոզանակով, որպեսզի լավ լուծվի։ Մենք ուղղակի այս դեպքում այդքան ժամանակ էլ չունենք, արագ հիմա կխառնենք։ Ինչպես Անուշը սիրում է, պատրաստելուն զուգահեռ նաև կիսվում է այն գաղտնիքներով, որոնք կիրառելու դեպքում էլ ավելի արագ կարող ենք ստանալ։ Նույն համը, բույրը, տեսքը, առողջարար հատկանիշները պահպանելով, բայց խնայելով ժամանակ։ Նույնիսկ բույրից էլ զգացվում է, որ կարող ես, եթե օրինակ չսիրես բույրը, արդեն համն էլ չես ուզի զգալ, եւ ասեմ, որ շատ օգտակար է։ Գոնե ամիսը մեկ անգամ կարելի է օգտագործել, որովհետև շատ ուժեղ հակաօքսիդանտ է, շատ ուժեղ, դա նշանակում է հակաքաղցկեղային
եւ ամիսը 2 անգամ գոնե օգտագործել, հաստատ շատ մեծ քանակությամբ վիտամիններ կստանան։ Շատ մեծ էներգիայի աղբյուր է։ Այո։ Սիրտանոթային համակարգի համար է շատ լավ։ Մի խոսքով հրաշագործ, ըմպելիք։ Ես արդեն կավելացնեմ 100 գրամ ալյուրը ստացված զանգվածին։ Դավիթ, իսկ ինչ ես կարծում, որպես սուրճի հետ առաջարկվող քաղցրավենիք, այն կալորիականապես շատ հարուստ է եւ գուցե մարդիկ կան, որ ասեն ավելի թեթև տարբերակ ենք նախընտրում։ Ամեն դեպքում այս տարբերակը ինչպիսին է ըստ քեզ։ Ինքը շատ ծանր չի, հիմնականում աշխարհում շատ հայտնի է թխվածքաբլիթը, ինքը իրանով որ թեյի եւ սուրճի հետ են օգտագործում։ Շատ ինքը ծանր թխվածքաբլիթ չի։ Եվ շատ սիրված է երեխաների կողմից, չէ՞ այս այո, այո։ Եվ ասեմ գեղեցիկ է։ Համը շատ նման է, ես արդեն փորձել եմ մինչև այստեղ գալը։ Համը շատ նման է հալվային, ովքեր որ սիրում են տատիկի հալվան պատրաստած, ինչպես է կարագով։ Այ ես շատ նմանացրեցի անկեղծ ասած։ Նմանություն ունի, դասական տարբերակը նման է։ Հետաքրքիր է, որ կան ընդհանրապես ուտելիքներ, տաքուտեստեր կամ քաղցրեղեններ, որոնք միանգամից ասոցացվում են մեր ավագ սերնդի հետ։ Տատիկի, չնայած որ շատերս ես օրինակ եղել է դեպք, որ փորձել եմ պատրաստել հալվա, բայց միևնույն է, տատիկի պատրաստածը դա համն ուրիշ է, այո։ Արարողակարգի նման մի բան է, որ պարզապես մենք պետք է վայելենք։ Անուշ, հիմա ես ավելացրեցի սուրճը։ Ես այդ ընթացքում կգտեմ շոկոլադը, շոկոլադները կարող են լինել ըստ ձեր ցանկության, մենք հիմա կօգտագործենք կատնային տարբերակը։ Ես մի փոքր աղմկեմ այդ ընթացքում։ Իսկ դուք ինչ սուրճ եք սիրում խմել, եթե դա ամենօրյա է, ոչ թե 1-2 անգամ ամսվա ընթացքում հետաքրքիր համային ինչ-որ փոփոխություններ անելու համար։ Ես սիրում եմ սովորական, ավանդական գազօջախի վրա եփվող սուրճը։ Այո, այո, բայց շատ կարևոր կանոն եմ այսպես որդեգրել եւ առավոտյան, ինչպես տեսակ տեսանյութում, ես ասում եմ, որ առավոտյան, երբ որ արթնանում ենք, չի կարելի անմիջապես սուրճ խմել։ Պետք է սպասել 2 ժամ, օրգանիզմն արթնանում է մոտ 2 ժամ հետո։ Եվ երբ որ դուք սուրճ եք խմում, մի կես ժամ հետո, 1 ժամ հետո կզգաք, որ դուք նորից արդեն ուժասպառ եք։ Իսկ երբ որ 2 ժամ հետո դուք սուրճը խմեք, կտեսնեք, որ էներգիա կհաղորդի սուրճը եւ ամբողջ օրը կլինեք, 1 բաժակը նույնիսկ բավական կլինի, որ ամբողջ օրը լինեք այսպես էներգիայով լի։ Ես այդպես եմ անում։ Պետք է փորձել։ Չնայած ես սուրճի հետ կապված ինչ օրենքներ, գաղտնիքներ, առաջարկվող տարբերակներ ու մեթոդներ կա, փորձել եմ։ Ինձ թվում է ես այնքան շատ եմ սուրճ խմում, որ որևէ բան էլ չի ազդում։ Օրինակ ես կարող եմ սուրճը խմել, բավականին թունդ եւ մեծ բաժակով սուրճը եւ ընդամենը 3 րոպե անց քնել շատ հանգիստ ու շատ լավ։ Դա ինձ մոտ չի ստացվում։ 5-ից հետո ոչ մի սուրճ եւ ոչ մի թեյ։ Իդեպ, ես քնելուց առաջ խմում ու քնում։ Մաչա թեյի մեջ շատ մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, դրա համար մոտավորապես 5-6 անգամ դա ավելի շատ նույնիսկ եւ դրա համար պետք է շատ քիչ օգտագործել, շատ չի կարելի։ Շատ այո։ Հիմա այստեղ ունենք սուրճ, որը որ ավելացնում ենք։ Հետաքրքրում եք նաեւ հատապտուղներ, որոնք հենց այդպես իրենց տեղը գտնում են թխվածքաբլիթի վրա, թե դա նույնպես որոշակի խմորի մեջ պետք է ցանկությանը, հնարավոր է նաեւ ավելացնել խմորի մեջ, որը մեզ թույլ է տալի իր մեջ օգտագործել ինչ մենք ցանկանում ենք։ Ես նաև սարքում եմ սերմերով, առախիսով, պիստակով, նաև կարանք հատապտուղներով անենք, բայց այսօր իրան որպես իր ձևավորում ենք օգտագործելու վրայի, չէ՞ չենք գցի։ Քանի որ այս եղանակին, քանի դեռ հատապտուղները կան, պարտադիր պետք է օգտագործել։ Նույնիսկ դուք ասում եք, որ մինչև եթերը սկսելը, դուք ասում եք, որ կարելի է հենց ազնվամորին խառնել խմորի մեջ եւ այդպես պատրաստել։ Ստանալ ազնվամորի համով, արդեն թխվածքաբլիթներ։ Եվ մոտավորապես որքան ժամանակ է տևում, երբ արդեն որոշակի եփան աստիճանի է գալիս։ Իրան եփում ենք նախապես տաքացված ջեռոցում մոտ 6 րոպե, 6-ից 7 րոպե 180 աստիճանի տակ։ Շատ արագ է պատրաստվում։ Դրա համար սուրճի թեյի հետ շատ հարմար։ Նաև պետք է ավելացնենք վանիլին, 0.5 թեյի գտալ։ Այսքանի համար բավականին շատ է։
ինքը որ իր մասան հիմնական կարագ է, մենք փորձում ենք վանիլինով մի քիչ մեղմացնել կարագի համար։ Ավելացնում ենք սոդա։ Անուշ, սուրճին տարբերակը պատրաստ է, թե դեռ ոչ։ Այո, ձերն արդեն պատրաստ է, հիմա պատրաստեմ նաև մանեինը, մինչև Դավիթը կավարտի։ Դավիթ, իսկ տանը լինում ես խոհանոցում արդյոք դու կոտրում ես կարծրատիպը, որ բոլորս գիտենք տղամարդ խոհարարները տանը ոչ շատ հաճախ են լինում խոհանոցում եւ պատրաստում համեղ ընտանիքի լինում են դեպքեր, որ պատրաստում եմ, երբ որ հյուրեր ունենք, փորձում ենք զարմացնելու եւ ինչու։ Փորձում ենք զարմացնելու համեղ բաներ պատրաստել։ Ահա եւ երկու տեսակի սուրճը։ Շատ գեղեցիկ, իհարկե ինձ համար նախատեսված սուրճը տարբերվում է։ Եվ շատ հետաքրքիր է։ Իմը սովորական, իդեպ ես գուցե նաև դա է պատճառը, որ ես չկարողացա սիրել մատչայև սուրճը, որովհետև այս սուրճը շատ հազվադեպ համեր կան, որոնց դեպքում սիրում եմ, երբ խառնվում է սուրճի համի հետ։ Սուրճը պետք է լինի միայն սուրճի համով, նույնիսկ շաքարավազ ես չեմ սիրում, երբ ավելացնում են, անգամ տանը պատրաստելու ժամանակ մեկ-մեկ դե պատահում է, չէ՞ որ շաքարավազոտ է լինում գտալը եւ փորձում են խառնել սուրճը, ես մի անգամից զգում եմ շաքարավազի այդ քաղցր համը։ Այնպես որ գուցե դա է պատճառը, բայց ինչպես Անուշը նշեց, այո, սա այնպիսի մի թեյ է, մաչան, որը կարողանում է փոխել թե սուրճի, թե բլիթների համը եւ ոչ միայն համն է փոխում, այլ նաեւ հարուստ վիտամիններով է լցնում այդ տվյալ ուտեստը կամ ըմպելիքը։ Մի խոսքով շատ դրական ազդեցություն։ Այո, շատ Բարդու համար կամաց մոտենում ենք ավարտին, տեսնում ենք Դավիթը ձեռքի հմուտ շարժումներով եւ շատ արագ փոքրիկ գնդիկներ։ Հիմա մենք ջեռոցի ամանի վրա տեղավորում ենք, բայց քանի որ մեր եթերաժամը այդքան երկար չէ, մենք Դավիթը նախապես պատրաստել է եւ բերել է թխվածքաբլիթը։ Շնորհակալություն։ Բացառապես դա նույն բաղադրատոմսն է արդեն պատրաստ։ Բոլորովին նույնն է, այո, եւ մենք ստանալու ենք այս տեսքը։ Հիմա Դավիթ ջան, ասա, տեսնեմ թե սա ինչ միջուկով է տարբերակն է, որը որ արդեն ասել եմ։ Մենք բերել ենք երկու տեսակ։ Գետնանուշով եւ կլասիկ դասական տարբերակը շոկոլադի հատիկներով։ Շատ լավ։ Եվ փորձենք ձևավորենք եւ օգտագործելու ենք այս դեպքում։ Կարող ենք օգտագործել Իդեպ Դավիթ մի փոքրիկ գաղտնիք էլ ասացիք դուք մինչև այդ ասացիք որ վերջում ավելացնեմ փոշին որ ավելի գեղեցիկ լինի այսպես դա շաքարի փոշին է նույն Մաչան մաչան այսպեսի փոշի է իրան ջրով բացում են ու օգտագործում այսպես տեսքը ավելի գեղեցիկ է լինի Դավիթ քանի տարվա մասնագիտական փորձ ունես խոհանոցում Մոտ 9 տարվա փորձ ունեմ արդեն, որից դեպքում երևի կասենք, որ մանկուց մեծ ցանկություն ես ունեցել դառնալ խոհարար եւ հասել ես քո նպատակին։ Եթե անկեղծ չէ, փոքր տարիքում չեմ ունեցել, բայց կամաց սեր ունեցել եմ, տեսնելով թե ինչպես են պատրաստում, ինչ համեր են ստանում։ Բայց շատ համեղ ուտեստներ է պատրաստում ընդհանրապես Դավիթը։ Թխվածքաբլիթներ դու վերջերս չես սկսեցի դա ես միշտ սեր եղել եմ թխվածքաբլիթների հանդեպ բայց չեմ փորձել ու վերջերս արդեն սկսել եմ փորձել եւ հիմա իր հեղինակային թխվածքաբլիթներն է պատրաստում շատ տրամադրող շատ առավոտյան շատ առողջարար եւ թարմ այո եւ ցանկության դեպքում կարանք վրան մի քիչ Մաչա ավելացնենք։ Խնդրում եմ մի հատվածի վրա մի ավելացնեք։ Ինձ միշտ է հետաքրքիր այն վերջին դետալները, որ անում են խոհարարները, որևէ ուտելի կամ քաղցրավենիք մատուցելիս, որովհետև ըստիս վերջնական հաջողության հասնելու գրավականը կայանում է հենց այդտեղ։ Որովհետև մենք կարևոր դետալների վրա տեսնում ենք եւ վայելում ենք ուտեստը, քաղցրավենիքը, անգամ սուրճը տեսքը առաջին հերթին գնահատելով։ Նույն սուրճը կարելի է մատուցել մի քանի անգամ բաժակի տարբերությունը կարող է տրամադրություն փոխել, այնպես որ գեղեցիկ տրամադրության բորը լցնելու համար շատ բան հարկավոր չէ, ընդհանրապես ցանկություն եւ ժամանակ մի փոքր։ Շնորհակալ ենք անչափ ձեր ժամանակը մեզ տրամադրելու եւ այս հետաքրքիր բաղադրատոմսը մեզ ցուցադրելու։ Վստահ ենք, որ անմահական է լինելու քաղցրավենիքը եւ իհարկե սուրճը։
Շնորհակալ ենք։ Դե ինչ անուշ լինի։ Շնորհակալություն ձեզ օրվա հաճելի շարունակություն, սիրելի հեռուստադիտողներ, մենք մեր ընկերներին հոգաչափ շնորհակալ ենք, հիմա կգնանք շտապենք, փորձենք, հատկապես ինձ համար նախատեսված սուրճը գնամ եւ բացահայտեմ։ Այդ ընթացքում իհարկե բոլորիս առաջարկում ենք վայելելու երաժշտական տրամադրություն, խնդրեմ։